Ես դիմում եմ ներկայացրել բյուրոյի խորհրդին, որպեսզի հունվարի 16-ից ազատվեմ զբաղեցրած պաշտոնից, այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ յուրաքանչյուր անձ ինքն է իր բնականաբար աշխատանքային ճանապարհները ընտրում եւ ես կարծում եմ, ես այնպիսի փուլում չեմ թողնում բյուրոյի գործունեությունը, որը վտանգավոր է եւ ես կարծում եմ, որ առաջին փուլը ըստ էության կարելի է համարել կայացած։ Իհարկե ես միշտ տեսնում եմ, թե ինչպիսի հարցեր կարելի էր որոշակի այլ ձևով կազմակերպել, բայց դրանք հիմնականում կնշեի, որ թերությունների բնույթ ունեն։ Կոնկրետ լուրջ բացթողումներ ես կարծում եմ չեն եղել եւ մենք գործարկել ենք մի համակարգ, որը չէր կարող մեր տնտեսությունից շատ հեռու լինել եւ մեր իրականությունից շատ հեռու լինել, բայց համեմատության մեջ կարծում եմ, որ շատ ավելի լավ ստացվեց։ Ուղղակի ունեմ այլ աշխատանքի առաջարկ եւ կարծում եմ կգա նաեւ փոխարինելու նաեւ արժանի անձնավորություն, որ կարող է պատշաճ կերպով շարունակել այդ սկսած գործընթացները։ Կխնդրեի գնահատական տայք ապա համակարգին, արդեն 1 տարի հետո ստեյության, ինչպեսին էր համակարգը, կարողացավ արդարացնել ձեր սպասումը։ Ինչպես ցանկացած նոր համակարգ, այս համակարգը եւս շատ վատ ի սկզբանե տրամադրվածություն կար հասարակության մոտ, սակայն այս համակարգի հիմքում գիտենք, որ ընկած էր սոցիալական ուղղվածությունը, այսինքն տուժողները պաշտպանված լինեն ավտողոթարներից եւ վաղ թե ուշ մենք պետք է անցում կատարենք այս քաղաքակիրթ մեխանիզմներին։ Բայց սոցիալական վիճակը շատ ավելի ցայտուն է հենց պատահարների ժամանակ, երբ մարդը վիճակի չի 20-25 հազար կամ 30 հազար դրամ վճարել, նա մտնում է շատ ավելի մեծ պարտավորությունների տակ, երբ տեղի են ունենում պատահարներ։ Ինչևէ, համակարգի սոցիալական ուղղվածությունը բոլորս էլ գիտակցում ենք, այդ ասեկոսներ, ասեմ, թե խոսակցությունները, որ սա փող հավաքելու միջոց է ընդհանրապես, դրանք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Սա ռեֆորմ էր, որը պետությունում պետք է արվեր, ինչ որ ժամանակահատվածում պետք է ներդրվեր եւ մեր մոտ ներդրվեց հենց այս ընթացքում։ Եվ կարծես թե որևէ լուրջ էական խնդիր չկա, որ մենք սխալ ենք գնացել։ Նույնիսկ երկրորդ տարին ապա պայմանագրերի ձևը մնաց նույն միասնական կերպով, այսինքն այդ պայմանագրում արտացոլված պայմանները հիմնականում իր էական պայմաններով բավարարել են համակարգի բոլոր կողմերին։ Եվ հետեւաբար այդտեղից կարելի է եզրակացնել, որ մենք կենտրոնական բանկի հետ միասին համակարգի գործարկումը կատարեցինք առավելագույնս ճիշտ նախագծված տեսքով։ Եվ ըստ էության կարող ենք համարել, որ ապա համակարգը Հայաստանում այլևս կայացած է եւ կայացման փուլը կարելի է համարել ավարտված։ Եվ եթե դուք հիմա ուշադրություն դարձնեք հասարակության մոտ արկա բողոքներին կամ տրամադրվածություններին, դրանք առավելապես վերաբերում են հատուցումները որոշակիորեն ուշացնելու, պատահարի վայր որոշակիորեն ուշ զամ, այսինքն տեխնիկական բնույթի խնդիրներ են։ Մրցակցությունը եւ սպասարկման որակի անընդհատ ձգտումը ապահովագրական ընկերությունների միևնույն է հանգեցնելու է նրան, որ ընկերությունները պետք է ձգտեն սպասարկել առավելագույնս լավ ձևով։ Մենք ապա համակարգի գործարկման առաջին փուլում մենք ամբողջ մրցակցությունը տեղափոխել ենք ապահովագրական հատուցումների գործընթաց։ Եթե տեսնում եք գներում կամ պայմանագրերի բովանդակությամբ նրանք որևէ կերպով չեն մրցում։ Մրցում են թե ինչքանով լավ կսպասարկեն իրենց հաճախորդներին, ինչքանով արագ կարձագանքեն տուժողների հայտերին, ինչքանով ճիշտ ազնվորեն կկատարեն իրենց վրա ստանձնած պարտավորությունները։ Իհարկե չէին կարող բողոքներ չլինել եւ չէր կարող շատ հարթ ընթանալ ամեն ինչ։ Ես պետք է նշեմ, որ իսկապես այդ տեխնիկական հարցերի մեծամասնությունը պայմանավորված էր որոշակի ուշացումներով ապահովագրական ընկերությունների կողմից, հատուցումների գործընթացների կամ ձգձգումներով։ Դա գրեթե հատուկ էին սկզբնական ժամանակահատվածում բոլոր ընկերություններին, հետագայում կարծում եմ բոլորի մոտ էլ շտկվեց այս խնդիրը։ Եվ այդ բողոքների հետ կապված նաև մենք համապատասխան նախազգուշական միջոցառումներ ենք կիրառել, կարգապահական պատասխանատվության միջոցներ են կիրառել, ինչը հրապարակային մեր կայքում արտացոլված է։ Բայց այդ թվաքանակը ես վստահեցնում եմ եւ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ուղղված բողոքները եւ վեճերը եւ դատարան եւ բյուրո ավելին էին սպասվում, քան իրականում մենք ունեցանք։ Ես ասեմ, որ մենք մոտավորապես 300-400 բողոքներ ենք ունեցել այս ամբողջ ժամանակահատվածում, որոնցից գրավոր բողոքները ընդամենը մի քանի տասնյակ են։ Դատական պրոցեսներում անցած դեպքերը շատ են։ Ոչ, շատ քիչ են, կարծում եմ 2 տասնյակից ոչ ավելին։ Այսինքն մարդկանց հուզող հարցերը կարգավորվել են բյուրոյի եւ ֆինանսական համակարգի հաշտարարի, ինչպես նաեւ մի շարք դեպքերում կենտրոնական բանկի կողմից
եւ բնականաբար դրանք կարող մասամբ նաեւ պայմանավորված էին վնասի չափի հետ կապված անհամաձայնություններով կամ մեղավորության հետ կապված խնդիրներով, այսինքն մարդը պատահարում ստացվել էր համապատասխան փորձաքննության արդյունքներով, որ ինքը մեղավոր է, սակայն ինքը համաձայն չի այդ մեղավորության հետ եւ բողոքարկում է այդ մեղավորության խնդիրը։ Իսկ որոշ բողոքներ պայմանավորված էին այնպիսի շատ նուրբ հարցերով, որոնք մեր կողմից կանխատեսելի չէին եւ կարգավորված չէին այդ հարցերը եւ ապահովագրական ընկերությունները իրենք նույնպես չգիտեին, թե ինչ կերպով պետք է վարվեն։ Եվ սրանք ազդակներ էին, որ մենք շատ արագ այդ փոքր հարցերը կարգավորեցինք։ Համակարգը շատ ճկուն է եւ ես պետք է նշեմ, որ բյուրոն օժտված ելնելով ըստ էության պետական մարմնի գործառույթներով ինքը ուներ ինքնակարգավորվող մարմնի կարգավիճակ։ Եվ մենք շատ ակտիվ քննարկումների միջոցով կարողացել ենք համապատասխան լուծումներ գտնել եւ արագ կանոններ ընդունել։ Ձեր խոսքից ելնելով ես հասկանում մոտավորապես որ կատարյալին մոտ էր ամեն դեպքում պայմանագրերի այս ձևը եւ էական փոփոխությունների չի ենթարկվել։ Ամեն դեպքում այն կարևոր փոփոխությունը, որ եղել է, դա ոչ փոփոխությունն է, ինչն է ավելի շատ կարևոր է։ Առաջինը դա գնային մոդելի տեքսակագնային վերլուծությունները։ Այսինքն մենք ունենք գնային համակարգի կատարելագործման անհրաժեշտություն։ Մասնավորապես նաև վարորդների վարքագիծը հաշվի առնող բոնուս-մալուս համակարգի ներդրման անհրաժեշտություն, որ մենք ունենք 2013 թվականի։ Այսինքն վարորդները պետք է վճարեն իրենց ռիսկայնությունից ելնելով։ Մենք ունենք համապատասխան տեղեկատվական համակարգեր, որտեղ կերևար թե յուրաքանչյուր վարորդ ինչպիսի վթարների հավանականություն, հաճախականություն ունի։ Մենք այսօր այդ համակարգը ունենք եւ այսօր արդեն շատ վթարի ենթարկված վարորդները ապագայում կվճարեն որոշակիորեն ավելի բարձր եւ ընդհանրապես վթարի չի ենթարկված կամ քիչ վթար ունեցող վարորդները կվճարեն շատ ավելի ցածր ապահովագրավճարին, այսինքն ապահովագրավճարը այս ձևով եւս կճշգրտվի եւ համարժեք կլինի յուրաքանչյուր անձի ռիսկայնությանը։ Նույնիսկ մենք նախատեսում ենք, որ նախագծված կա, որ նաեւ որոշակի խախտումներ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նույնպես կարող է ազդել ապագայում ապասակագնի վրա։ Այսինքն այս բոլոր գործոնները վերջնահաշվում կոչված են կարգավորելու նաև կանխարգելիչ ֆունկցիա ունեն։ Դեռևս մենք ունենք 11 ամսվա ամփոփ արդյունքներ եւ 11 ամսվա տվյալներով Հայաստանում կա ապահովագրված շուրջ 382.500 տրանսպորտային միջոց։ Հաշվառված տրանսպորտային միջոցների ավելի քան 80%-ը անընդհատ ապահովագրված է եղել, որը վատ ցուցանիշ չէ։ Եվ եթե հաշվի առնենք, որ տրանսպորտային միջոցների շուրջ 10%-ը, որոնք հաշվառված են, իրականում գոյություն չունեն, տարբեր հանգամանքներից ելնելով, հա, խորհրդային միության տարիներից նրանց փաստաթղթերն են ընդհանրապես մնացել, մի մասը ընդհանրապես չեն շահագործում, դրանց թվականակը 5-ից 10%-ի սահմաններում է, ինչը կազմում է, ասենք, 15-ից մինչև 30-35 հազար տրանսպորտային միջոց, որոնք որ դեռևս խուսափել են, փորձել են խուսափել այդ ապապայմանագրերը ձեռք բերելուց։ Ներողություն 2011-ին առհասարակ ապա չարած մեքենա։ Նա արդեն ունի հաշվեգրված 50,000 վարչական տուգանք։ Այսինքն ցանկացած գործարք, որ տրանսպորտային միջոցի հետ պետք է իրականացնի, ինքը այդ տուգանքները պետք է վճարի, առանց այդ տուգանքների այդ տրանսպորտային միջոցի հետ կապված որևէ գործառույթ իրականացնել հնարավոր չի։ Այսպիսի խոսակցություններ կան, որ շատ ընկերություններ դժգոհում էին զուտային պատճառով, որ իրենց սպասումները այս ոլորտում չարդարացան, ինչու, որովհետև հայերը էլի խորամանկություն արեցին այստեղ ու փորձեցին իրենց հնացած մեքենաները թեթև իրար հպելով փողեր աշխատել։ Ինչքանով է ձեր կողմից ուսումնասիրված այս հանգամանքը։ Ինչքանով որ հնարամիտ են վարորդները, նույնքանով նաև հնարամիտ են ապահովագրական ընկերությունների աշխատակիցների հայերեն։ Իհարկե մանր զեղծարարություններ կարող են լինել, պայմանավորված այն հանգամանքով, որ վթարը իսկապես տեղի է ունեցել, սակայն փորձում են որոշ վնասված պահեստամասեր եւս նախկինում ինչ վթարը վնասված պահեստամասեր նույնպես մտցնել ապահովագրական հատուցման մեջ եւ փորձել կորզել ապահովագրական ընկերությունից հատուցումներ։ Դա իմ հետ էլ է այդպիսի դեպք պատահել։ Ինձ հարվածել է մեկ այլ տրանսպորտային միջոց եւ երբ որ փորձեցինք ապա համակարգի միջոցով փաստաթղթավորել եւ կարգավորել, ինքը ինձ առաջարկեց գործարք։ Չիմանալով ես ով եմ, ինքը ինձ առաջարկեց գործարք, որ եկեք մեր վնասը մեծ ներկայացնենք եւ ասեց, որ այդպիսի խոսակցություններ շրջանառվում, ես ինքս նույնպես առաջին անգամ եմ պատահարում ընդգրկված եւ եթե հնարավորություն կա, հա, ապա եկեք ինչ որ ձևով փորձենք։ Ապահովագրված չենք նմանատիպ երևույթներից, բայց մենք շատ լավ գիտակցում ենք բոլոր հնարավոր ճանապարհները, թե ինչպես կարող են սարքել, ինչպես կարող են պատահարներ ստեղծել եւ դրա դեմ կան համապատասխան պայքարի մեխանիզմներ։
Այսինքն եթե պատահարներ պետք է սարքեն շատ, ստեղծեն պատահարներ, որպեսզի ստանան հատ, հետո դրա իրենք մտնելու են սև ցուցակների մեջ կամ չգիտեմ շատ ավելի բարձր ապահովագրավճարների մեջ։ Բայց զեղծարարությունները առանձին դեպքերում կարող են նաև պայմանավորված լինել նրանով, որ հենց ապահովագրական ընկերության աշխատակիցը կարող է ընդգրկված լինել, եւ դա ապահովագրական ընկերությունը բազմաթիվ դեպքերում բացահայտում է եւ հեռացնում է նմանատիպ աշխատակիցներին աշխատանքից։ Եվ 3 ընկերությունների մենք զրկել ենք եւ մեկ ֆիզիկական անձի եւ մոտավորապես 5-6 փորձագետների նախազգուշացում ենք հայտարարել։ Եղան կազմակերպություններ, որոնք իրենց աշխատանքը ոչ պատշաճ կատարելու պատճառով կամ գուցե իրանք ծեզիս ունենալու պատճառով հնարավոր է չմասնակցեն այլևս այս գործընթացին։ Ոչ։ Այդպիսի կազմակերպություններ չկան։ Տեսեք, մենք ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացում մենք չթողեցինք, որպեսզի լինի մրցակցություն։ Եվ իհարկե սրա համար կային բազմաթիվ քննադատություններ, օբյեկտիվ, բայց ես վստահ եմ, որ սա երկար չի կարող լինել եւ սա ի սկզբանե նախագծված էր միայն համակարգի առաջին գործարկման առաջին տարիների համար։ Ապա համակարգում գների ազատականացումը անխուսափելի է, բայց դա այսօրվա խնդիր չէ։ Դա կարող ենք համարել որպես այս համակարգի նպատակներից մեկը։ Տեսեք, մենք վերանայեցինք 2012 թվականի համար ապահովագրական գումարների չափերը բարձրացրեցինք, այսինքն այն հատուցման սահմանաչափերը։ Մենք գիտեք, որ գույքային վնասների գծով մեկ պատահարի համար սահմանված է եղել 1.5 միլիոն դրամ, մենք այն դարձրեցինք 1.8 միլիոն դրամ։ Անձնական վնասները մեկ անձի գծով, տուժողի գծով սահմանված է 3 միլիոն դրամ, մենք սահմանեցինք 3.3 միլիոն դրամ։ Մեկ պատահարի գծով անձնական վնասները 9 միլիոն դրամ էր եւ դարձրեցինք 10 միլիոն դրամ։ Այսինքն վերջնահաշվում 10 միլիոն 500 000 մի պատահարի արդյունքում առավելագույն հատուցման չափը փոխարինվեց 11 միլիոն 800 000 դրամով։ Բայց գները մնացին անփոփոխ։ Այսինքն եթե տեսնենք, որ գները արժեքային արտահայտությամբ չեն փոխվել, բայց գնի դիմաց մատուցվող ծառայությունների ծավալը ավելացել է, հետեւաբար կարող ենք նաև եզրահանգել, որ գները որոշակիորեն նվազել են։ Եթե գների կարող ենք նաև եզրահանգել, որ անցած տարի բարձր են։ Ես չեմ հերքում, որ անցած տարի մեր հաշվարկներում մենք որոշակիորեն կոշտ ենք եղել եւ ես նշեցի, որ դա մենք միտումնավորել այդպիսի կոշտ հաշվարկներ ենք կատարել, որովհետեւ հակառակը շատ ավելի վտանգավոր էր։ Եթե մենք ապագայում անցում կատարենք որոշակիորեն ազատ գնագոյացման մեխանիզմի, ես հավատացում եմ, որ այդ ամբողջ խոսակցությունները կվերանան, որովհետեւ կծնվի նաեւ մրցակցություն ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացում, որպեսզի մենք հասկանանք որն է ինքնարժեքը, որից ցածր որևէ ընկերություն չի կարող վաճառել, եւ բյուրոն գին սահմանելու փոխարեն անցում կկատարի ոչ թե գնի կարգավորման, այլ գնի հաշվարկման մեթոդաբանության կարգավորմանը։ Եվ բազմաթիվ երկրներ հենց այս ճանապարհը անցել են։ Այո, մենք սակագնի կառուցվածքում դրել էինք որոշակի շահութաբերության մակարդակ, որից որոշակիորեն ավել է ստացվել։ Մենք դրել էինք սակագնի կառուցվածքում 70-75% հատուցումների մակարդակ, դա դարձել է 55% այսօր։ Ուրեմն ասեմ, որ մենք ունենք հավաքագրված 11 ամիսների ընթացքում 14 միլիարդ 200 միլիոն ապահովագրավճար, որից արդեն մոտավորապես 5.9 միլիարդը կարելի է համարել կարգավորված, որից 4.7 միլիարդը արդեն վճարված է, 1.2 միլիարդը գտնվում է վճարման փուլում։ Առավելագույն ուշացնելու ժամկետները խնդրում ասեք, եւ եթե շատ ավելի ուշացնում ինչ է սպասվում տվյալ ընկերությունների։ Տարեսկզբին էր շատ ավելի ուշացումները, մոտավորապես 1 ամիս, ամսուկես ուշացումներ, բայց ես պետք է կրկին անգամ շեշտեմ, որ սրա համար կա հետեւյալ մեխանիզմը։ Ուշացման յուրաքանչյուր օրվա համար ապահովագրական ընկերությունը պարտավոր է վճարել տուժեր։ Եվ եթե տուժողները դիմելով ապահովագրական ընկերություն մեր կողմից հրապարակված ժամկետային սահմաններից տեսնում են, որ շեղումներ են նկատվում, նրանք շատ հանգիստ կարող են գրավոր դիմումներ կայացնել եւ պահանջել ուշացված օրերի համար տուժեր։ Նոր ընկերություն կներգրավի եղած ցանկում թե ոչ։ Այս պահին քանի ապահովագրական ընկերություն, որ գործում են Հայաստանում եւ լիցենզավորված են Կենտրոնական բանկի կողմից ու գրանցված են, բոլորն էլ անդամակցել են բյուրոյին եւ իրականացնում ունեն ապա իրականացնելու իրավունք։ Նոր ընկերություն իմ ունեցած տեղեկություններով դեռևս չկա ապահովագրական ընկերությունում, կլինի թե ոչ, այդ հարցին չեմ տիրապետում, բնականաբար չեմ կարող պատասխանել։